Նախ բարև ձեզ եւ որպես ներածական խոսք ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, ովքեր այս պահին ներկա են եւ արդեն 7-րդ անգամ լուսաբանում են մեր խաղաղ իրազեկման ակցիաները։ Շատ շնորհակալություն խմբի բոլոր անդամների կողմից։ Ես գիտեմ, որ դուք անաչառ եք եւ մշտապես կանգնած եք խապված ծեղծարանների զոհերի կողքին։ Շնորհակալություն հայ համերգի մենակատար ասմունքող հաղորդավարուհի Եվգենիա Հովսեփյան։ Դեկտեմբերի 1-ին ես դարձել եմ ծեղծարարության զոհ եւ արդեն որերորդ անգամ բոլոր մեդիա հարթակներում եւ ձեր շնորհիվ, ձեր միջոցով փորձում եմ ձայնս լսելի դարձնել եւ պատկան մարմիններին եւ միակ տարբերակը մենակ չպայքարելու եւ ամուր ձեռքը բռնող, ինչպես ասում են, ներկայացավ, հանդիսացավ, իր զորակցությունը հայտնեց հանրային պաշտպանության ծառայության ղեկավար իրավապաշտպան պարոն Մհեր Կարագյոզյանը, ով փորձում է իր զորակցությունը հայտնել եւ գիշերը ցերեկ դարձրած, փորձում է հնարավորինս անել ամեն ինչ, որպեսզի խապված քաղաքացիները մենակ չլինեն, որովհետեւ կան արդեն դատական հայցեր եւ ոմանք արդեն կանգնած են իրենց տունը, բնակարանը կորցնելու եզրին։ Կա որոշում, որը որ կարծում եմ 1 տարվա վաղեմություն ունի, նոտարի միջոցով փորձում են ապօրինի բռնագանձումներ կատարել այն դեպքում, երբ որ այստեղ կան 50 եւ ավել տարիք ունեցող բազմավաստակ իրենց ոլորտներում կայացած մարդիկ, ովքեր ունենալով ոչ սմարթֆոններ եւ էլեկտրոնային փոստին չեն տիրապետում, դարձել են անմեղ զոհեր։ Կան մարդիկ, ովքեր չունեն վարկային պատմություններ առհասարակ։ Կան մարդիկ, ովքեր պարզապես էլեկտրոնային փոստից չեն օգտվում եւ որոշակի ժամանակահատված, որը նախատեսված է նոտարական գրասենյակներին բաճած ծանուցելու, անգամ չեն տիրապետում։ Օրերը անցնում է եւ մարդիկ հայտնվում են ԴՀԿ-ում, սև ցուցակներում ունենալով իդեալական վարկային պատմություն։ Այդ զոհերից մեկն էլ ես եմ, ով ունի 25 տարվա իդեալական վարկային պատմություն եւ պարզվում է, որ ID բանկի եւ իդրամի թեթև ձեռքով կարող եմ կորցնել իմ 25 տարվա իդեալական վարկային պատմությունը։ Ես խնդրում եմ, պահանջում եւ հորդորում կենտրոնական բանկը հանդիսանում է հսկող օղակ բոլոր ոչ առևտրային բանկերի։ Ես պահանջում եմ նաեւ հանրապետության գլխավոր դատախազին, ով օրեր առաջ իօքուտ խապված քաղաքացիների ներկայացավ հիանալի հարցազրույցով եւ կարծես թունելի վերջում լույս է երևում արդեն ամենայն հարգանքով հանրապետության դատախազի նկատմամբ, ով փորձում է կենտրոնական բանկի վրա ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս մարդիկ այս մղձավանջից օր առաջ դուրս գան։ Դերևս այսքանը։ Բոլոր բանկերի դիմաց նաեւ դատախազության դիմաց հիմա այստեղ ներկայացնում եք ձեր պատմությունները, սակայն ձեր ակնկալիքը ո՞րն է։ Այստեղ պատմեք ձեր պատմությունները, որովհետև ըստ էության դուք խոսում եք, մենք լսում ենք, բայց ձեր գործը առաջ չի գնում։ Կենտրոնական բանկը հստակ տիրապետելով ինֆորմացիային, հստակ ավելի քան համոզված եմ, քանզի մարդիկ կան այստեղ, ովքեր 21 թվականից այս ծուղակում են հայտնվել եւ հարկադրված, ովքեր ունեն հիպոթեկային վարկեր, ստիպված մուծում են ուրիշի գողացած ամենաբարձր տոկոսներով գործող բանկային տոկոսները, որպեսզի իրենց հիպոթեկային վարկը չկորի եւ բնակարանը չմնա բանկին, հարկադրված են։ Մենք մեր ձայնը բարձրացնում ենք, որովհետեւ հսկող օղակը հենց կենտրոնական բանկն է եւ ինչով են զբաղված այս մարդիկ։ Մենք արդեն 5-րդ ամիսն է պայքարում ենք եւ քար լռություն։ Իրենք շատ լավ իրազեկված են եւ ինչու 17 գործող բանկերից հատկապես մենք ահազանգում ենք եւ զանգ ենք հնչեցնում ID բանկ, Ինեկոբանկ եւ Արջին բանկ, ինչով է պայմանավորված, որ կան սողանցքներ եւ մարդիկ հենց այս բանկերի արդյունքում հայտնվում են ծուղակում։ Ինչ եք անել, օրինակ ժամկետ եք տալու իրենց ձեզ պատասխանելու համար, հանդիպում եք պահանջել։ Ժամկետ հենց այսօրվանից արդեն մենք որոշել ենք մեր իրազեկման ակցիաները ավելի կոշտ այլ մեթոդներ կիրառենք, որովհետեւ հնարավոր չի։ Խախտվել է մեր անդորը, խաթարվել է մեր հոգեկան վիճակը, այստեղ մարդիկ կան ուղակի դեղեր են խմում, որպեսզի կարողանան գիշերը քնեն։ Հնարավոր չի։ Անմեղ մեղավորի կարգավիճակը մեզ համար չի։ Այստեղ մանկավարժներ են, բժիշկներ են, վաստակաշատ մարդիկ, պաշտոնաթող գնդապետ, շոու բիզնեսի ոլորտի, պատկերացնում եք բժիշկ ուզում է գնա աշխատանքի եւ նամակ է ստանում, շնորհավորում ենք, ձեր 9 միլիոն վարկը հաջողությամբ հաստատվել է։ Այդ մարդը կարա էլ վիրահատություն անի։ Եկեք այս թալանին վերջ տանք եւ հենց այսօր այդ օրն է կենտրոնական բանկից պահանջում ենք
Պատշաճ մոտեցում եւ թող իջնի վերադասը։ Այս մարդիկ մեղավոր չեն, որ խաթարվել է իրանց անդորը։ Այս մարդիկ մեղավոր չեն, որ չկա պատշաճ վերահսկողություն ոչ առևտրային բանկերի հանդեպ եւ այս մարդիկ ուզում են, այս վաստակաշատ մարդիկ, ովքեր ունեն հետագից իրենց ոլորտներում բոլորը հայտնի մարդիկ են, ուզում են խաղաղ ապրել իրենց հայրենիքում։